Խոսում եք մի բանի մասին, խոսում եք խմբակի մասին, բայց մոռանում եք, որ ձեր անվանակոչած խմբակը խորհրդանական ընտրություններին 54% ժողովրդի քվե է ստացել, Երևանի ավականու ընտրություններին ստացել է 33% քվե, իսկ դուք ինչ եք ստացել։ Խորհրդանական ընտրություններին ստացել եք 21% ձայն, այնքան եք ստացել, այնքան ինչքան Վարդանիկ օրինակ Գյումրիում 20% ձայն, ինչ եք ստացել Երևանի ավականու ընտրություններին 15% ձայն, այսինքն դուք վերապահում եք ձեզնից կրկնակի անգամ ավել ժողովրդի վստահության քվե ստացած ուժին անվանակոչել խմբակ, բայց դեպքում դուք ինչ եք, բայց դուք ով եք, դուք թայֆա էլ չեք, ձեզ թայֆա կոչելը, ձեզ դասակ կամ ջոկ անգամ կոչելը, կարծում եմ շատ է ձեզ համար, դուք ընդամենը բիսետկա եք, դուք տաղավար եք, դուք զրուցարան եք, և այդ ձեր զրուցարանները Երևանում հոսանքազրկվել են արդեն, Գյումրիում արդեն խարխլվել են, հիմա մի նոր տաղավար փորձում եք էջմիածնում տեղավորել, բայց ասեմ, որ ձև չունեք ուղղակի, չկա այդ ձևը, ժողովուրդը մերժել է և շարունակելու է մերժել և արատավոր բարքեր ունեցող, արատավոր արժեհամակարգներ կրող սոտալիտ ուժերին միշտ ասելու է ոչ, միշտ ասելու է չէ, դուք այն ուժն եք կամ սատարում եք առնվազն այն ուժերին, ովքեր որ թույլ են տալիս իրենց ժողովրդի հասցեին խոսել հատով, հաշվել կամ չափել գլխաքանակով, այսքան գլուխ, այնքան գլուխ, մարդը 10,000 գլուխ, մարդը 20,000 գլուխ, դուք այդ համակարգը կրողներն եք, և դուք, նորից եմ կրկնում, մերժվելու եք, և դուք պետք է գրանցվեք կարմիր գրքում, որպես վերացող տեսակ, այդ արժեհամակարգը կրող ուժերը պետք է գրանցվեն կարմիր գրքում, և մենք պետք է պահպանենք ձեզ, փաղաքշենք, որպեսզի ժողովուրդը տեսնի, թե ինչպիսի իշխանություններ չպետք է ընտրեն։